պես խոսեցինք, հետաքրքիր բառեր է պատմիչը ասում, ես կուզեմ ուղղակի կարդամ, որ ասում է ուրիշ ոչ ոք տրթատին չի կարող բուժել, սա տեսիլքն է, որ հրեշտակն է ասում, բացի Գրիգորից, որը պիտի գա եւ պիտի սովորեցնի ձեզ ձեր ցավերը բժշկելու տեղը։ Այս գաղափարը ձեր ցավերը բժշկելու տեղը կարծում եմ այս նոր խավարային վիճակ իհարկե ոչ այսքան շատ այսօր տիրում է մեր ժողովրդի շատերի մեջ։ Եվ այստեղ մեր ժողովրդի այս փոխադարձ ատելության որոշ ձևեր կան, փոխադարձ մեղադրանքներ, եղբայրատյաց հանգամանքները բերում են մի բանի, գալիս են մի բանից, քրիստոնեական ճշմարիտ արժեքներով չապրելուց, Քրիստոսի դեղը չունենալուց, որը որ պիտի բերեր Գրիգորը, եւ այսօր Գրիգորը իսկ բերել է, բայց մենք պիտի փոխանցենք, այդ ջահը տանենք մեկը մյուսից։ Եվ այստեղ, քանի որ մենք 1700-ամյա այդ շարավիղն ենք ուզում բերենք, սա է գաղափարը, սա է գաղտնիքը ճշմարիտ կյանքի։ Այսինքն այն ժամանակվա Տրթատ թագավորի կամ պետական հայրերի, ասենք այդ պահը կամ այդ վիճակը, եթե բերենք այսօր համեմատենք այսօր 21-րդ դարի շատ տարբերություն չկա։ Հայրենիքի անկախ հայրենիքի վիճակի հետ տարբերությունը ինչու՞ն պետք է լինի։ Ինչքանով կարող ենք ասել, որ տարբերություն կա, դարձ դեպի քրիստոնեություն, եւ այսօր մենք նույն վիճակի մեջ ենք, երբ պետական անկախ հայրենիք ունենք, բայց կրոնական քրիստոնեական ոգին այնքան է թուլացել, որ մեկը մյուսին նորից դարձ է պետք։ Նորից դարձ է պետք։ Այս անգամ ոչ թե հեթանոսություն քրիստոնեության, այլ քրիստոնեությունից քրիստոնեության։ Դեպի իրական քրիստոնեական ճշմարիտ քրիստոնյա լինելու կարևոր կետը։ ապրեցին։ Այսինքն այսօր քրիստոնյա են կանոնով։ Շատերս մեր գործերով մենք քրիստոնեությունից շատ հեռու ենք։ Այդպես երևում է այսօր ներքին իրենց վիճաբանությունները, կռիվները, անհասկացողությունները, սիրո մթնոլորտի պակասը, բացակայությունը, այս բոլորը գալիս են ասելու, որ մենք հեռու չենք 1700 տարի առաջվա վիճակից։ Այնտեղ կարողացան հաղթահարել Տրթատ թագավորը ինքը իր ուսերի վրա քարերը վերցրեց, վկայաններ կառուցեց, Հրեփսիմետ կույսերի Սուրբ Էջմիածնի Մայրտաճարի քարերը Մասիսից բերեց կառուցեց հսկա քարերը։ Այսինքն նա իր մեղքը գործով քավեց։ Այսօր էլ նույն վիճակի մեջ ենք։ Եթե ուզում եք մեր մեղքերը քավել, ամենամար պետք է գիտակցի նախ որ մեղավոր է։ Այդ գիտակցությունը չկա, դա քրիստոնեական ոգուց է գալիս։ Ներելու ոգին չկա, իրար ներել չկա, ամեն մարդ ուզում է որպեսզի ինքը առաջնային գծի վրա լինի։ Մենք խոսում ենք հոգևոր իմաստով, մենք քաղաքականություն ցերու ենք, մենք ցավում ենք մեր երկրի հոգևոր կյանքի պակասության վրա։ Փորձում ենք այս դեղը, ցավերը բժշկելու դեղը տալ, ինչպես որ տվեց։ Այո, ինչու՞ Գրիգոր Լուսավորիչը հրեշտակը ավետեց, Գրիգոր Լուսավորիչը գործադրեց։ Այս դեղը, այս դարմանը տվեց։ Այսօր գործադրողներ կան, ժողովուրդը կարծում է թե ասենք հայրենիքի մեջ չկան, այն ուժերը, որոնք կարող են ժողովրդին օգնել, այդ սպեղանին բերել կամ բերքը բուժել, կան, սակայն այնպեսի մի վիճակ է ստեղծել, որ Քրիստոս ասում է աչքեր ունեք, չեք տեսնում, ականջներ ունեք, չեք լսում։ Դարձ հավատքի դարձ։ Բոլորը հավատք ունեն, անհավատ չկա, հայրենիքը հավատքի մեջ է, բոլոր հավատացյալները, մեր ժողովուրդը։ Բայց հավատքի գործադրության ձևը, արտահայտության ձև չկա։ Հավատքը պետք է ճիշտ ձևով դրվի մարդուն։ Գիտեք, այստեղ հետաքրքիր ինչ է տերեր, շեշտեցիք շատ կարևոր գաղափար։ Տրթատը պատմիչի խոսքերով քարերը բերեց եւ ինքը հիմքը դրեց եկեղեցու։ Մենք շատ հաճախ, երբ որ եկեղեցու մասին խոսում ենք նախորդ անգամներից, խոսում ենք, որ այս եկեղեցի կոչված ոչ այլ ինչ է, եթե ոչ նաև հոգևոր եկեղեցին։ Այսինքն հանրապետության կամ թագավորության կամ ազգի ղեկավարը ինքն էր հիմքը դնում կաթողիկոսի հետ հոգևոր թագավորը եւ կաթողիկոսը միասին արեցին, չէ՞, ամեն ինչ ժողովրդի հետ միասին, գլուխները իրանք են, ձեռքի տված, այո, բայց հավատքով ոչ թե բարձրապես ձևի համար։ Անշուշտ։ Գիտես, իմի կարող է մեկը եկեղեցում ներկա լինի, դա կլինի ղեկավարը պարզ բանվոր, կարևոր չի, բայց ինքը բարձրապես ներկա լինի, իր մեջ այդ հավատքը չկա, այդ սերը չկա, բարձրապես ցույց տալու համար։ Իսկ Տրթատ թագավորը եւ Գրիգոր Լուսավորիչը ոչ թե ցուցամոլության համար արեցին, այլ այնքան հավատք ունեն, այնքան նվիրում ունեն, որ իրենք մտածում են պետության շահի մասին, մտածում էին եկեղեցու շահի մասին, իրենց անձը ուրացան, անտեսեցին, ատեցին նույնիսկ, որպեսզի հանրայինը իսկականը լինի, Քրիստոսի խոսքն է, ով որ իր անձի մասին է մտածում, պիտի կորցնի, ով որ անտեսում է իր անձը կամ ատում է, հավիտենական կյանքի համար պիտի պահի։ Տրթատ թագավորը Լուսավորիչը հավիտենական կյանքի համար իրենց անտեսեցին իրենց անձը, բոլորի համար արեցին։ Գիտեք, այստեղ նաև ուրիշ բան կա, որ Լուսավորչի հետ քանի որ կապեցիք, նախ եւ առաջ գիտենք, որ հենց առաջավորած պահքը Սալմանես Լուսավորիչը հենց դուրս եկավ։ Եվ բացի դրանից, ինչպես ասեցիք, 65 օր քարոզեց, եւ այստեղ հետաքրքիր ինչ է, ասում է, խելքը եկավ նրանց հետ,
որովհետև բացի արքայից նաև իր արքունիքի որոշ անդամներ էին ցնորվել, բայց դեռևս կերպարանքը մնում էր այդ տգեղ։ Եվ միայն դրանից հետո, երբ որ նրանք ինքները խոստովանեցին իրենց մեղքերը, նոր լուսավորչի աղոթքներով է որ վերափոխվեցին։ Հետաքրքիր մի իրողություն ասեմ, որ այսօր Մայր տաճարի Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի փոքրիկ զանգակատան գմբեթներից մեկի տակը Տրթատ թագավորի խոզանման կերպարանքը կա, եթե ովքեր կուզեն որ Էջմիածին այցելեն, անպայման թողնային այդ կամարաձև փոքրիկ գմբեթի տակը եւ մյուս կամարաձևի տակը Շահ Աբբասի նկարն է քանդակված։ Երկուսն էլ կարևոր իմաստ ունեն։ Մեկը Տրթատ թագավորի խոզի կերպարանքը, այսինքն հեթանոսությունից քրիստոնեության դարձի պահանը, մյուսն էլ Հայաստանի ժողովրդին կամ Սուրբ Էջմիածնի քարերը կամ քանդելու տանելու Պարսկաստանի այդ իմաստը ունի։ Ուրեմն շատ կարևոր կետ է սա, որ թագավորը խոնարհվեց, ոչ միայն խոնարհվեց, այլև ներեց իր հոր սպանողի որդուն ներեց, Գրիգոր Լուսավորը չէ որ բանի Անակ Պարթևի որդին։ Գիտեք, եւ ես կասեի ոչ միայն ներեց, այլ նաեւ իսկապես եղբայրաբար կամ հոգեվոր որդու նման սիրեց, որովհետեւ ներելը մեկ այլ բան է, երբ որ ասում ես գնա Աստված քեզ հետ, մեկ այլ բան է, երբ որ դու դառնում ես այդ մարդու ամենամտերիմ ջատագովը եւ թողած քո անձնական եսը նայում ես հայրենիքի շահին, քանի որ վստահ եմ որ ներքնապես պիտի որ ցավ ապրեր չէ մարդը, ի վերջո հոր մասին է խոսքը, որին ինքը չի տեսել կամ մանկահասակ է եղել, բայց հայրենիքի շահին դրթված գնաց այս ամենին սրբությանը դրթված եւ ինչն էր այստեղ այն անձը որ ասում էր որ մեր հայրենիած աստվածներին պիտի պաշտենք հանկարծ ինքը եւ այսօր շատ խոսողներ ովքեր լուսավորչի դեմ են հանկարծ չեն չգիտես ինչի Տրթատի մասին չեն ուզում խոսել անգամ որովհետեւ Տրթատը մեծ էր հերոս էր հայրենիքը ազատագրեց հայրենիքը մեծացրեց հայրենիքը կայունացրեց չէ որ Տրթատը շատ ավելի էր քանդում այդ նույն Տրթատը որ հրովարտակ էր գրում ինչու զինվորներով բանակով բանագիր ձեռքներ Գրիգոր Լուսավորչի բանակ չուներ, հոգևոր բանակ ուներ, բայց բանակը թագավորի ձեռքն էր։ Մեկ, երկրորդը հարցը հետևյալն է, որովհետև մարդը հասկացավ, որ նյութի մեջ չի արժեքը։ Մենք այսօր եւ այսօր, քանի որ մեր իրականության մեջ նյութը գերիշխում է, դրա համար էլ տվյալ մտքեր են նորից ծագում։ Այլ հարցը հոգու եւ մտքի մեջ է, մարդ անհատի մեջ է։ Պալատներ կամ արձաններ թանկարժեք կամ թանկարժեք տաճարներ կառուցելով չէ որ պիտի դու քեզ արժեքներ փնտրես մեջը, այլ մարդու հոգին, մարդ անհատին գտնելու մեջ է։ Դրա համար Քրիստոս եկավ մոլորված մարդուն գտնելու եւ երբ որ խոսում ենք եկեղեցի, նախ եւ առաջ խոսում ենք մարդկանց հավաքի մասին, մենք միշտ շեշտել ենք, ուրեմն կարեւորը հոգին ու միտքն է, դրա համար էլ մենք միշտ շեշտում ենք, սրանով ենք, որ մենք Աստծո պատկերը ունենք, ճշմարիտ Աստծո։ Եվ ես անձնապես կարծում եմ, դերեր կարծում եմ, մեծ համամիտ կլինեք, եթե թողնվեին այդ տաճար կոչվածները, որոնք որ նաեւ շատ հելենիստական ազդեցություն ունեն, այնքան էլ հայեցի չէին իրականում։ Այնքան էլ հայեցի չէ, նայ Գառնու տաճարը ամբողջ հելենիստական շրջանի բան է։ Հելենիստական մշակույթ է, հայություն այնտեղ որպես կանոն համարյա չկա։ Բայց ինչ կլիներ, սա կարծես քաղցկեղ է, որովհետև ժողովուրդը սովորության համաձայն պիտի նորից գնար ու պիտի այդ քարը պաշտեր։ Պիտի այդ արձանը պաշտեր։ Դրա համար ոտնահատակ արեցին, որ այլևս այդ քարն ու արձանը չպաշտվի եւ այսօր Գառնու տաճարը հանկարծ սովետական միության շրջանում կառուցվեց, վերակառուցվեց եւ այսօր նորից նայեք այդ քաղցկեղը սկսեց, որովհետեւ նորից սկսեցին 1700 տարիներ հետո նորից փորձեցին որոշ խմբեր, որոնք ցավում են, բայց ցավ է, չէ՞ որ Քրիստոս բոլորի համար եկավ։ Քաղցկեղն էլ փոքր է, երբ որ թողնում ես, մեծանում է, դառնում է եւ վնաս է հասցնում։ Մենք ամեն անգամ սա փոքր է ասում ենք, Եհովայի աղանդները փոքր են, մորմոնները փոքր են եւ այսպես աչքի տակով ենք նայում առանց ուշադրություն դարձնելու, բայց դրանք դառնում են մեր երկրի անկախ երկրի համար քաղցկեղներ, որոնք վերջի վերջո կործանման պիտի տանեն։ Բարեբախտաբար ասածից պես Հայկ ջան, այն տեսիլք ունեցող ժողովուրդն ենք մենք։ Այն տեսիլքը, որ Գրիգոր Լուսավորիչը ունեցավ եւ կառուցեց առաջին հայ աշխարհի մեջ առաջին քրիստոնյա եկեղեցին Սուրբ Էջմիածինը, մենք այսօր Սուրբ Էջմիածնի քարերը չէ որ պաշտում ենք։ Այն քարերը, որ Տրթատ թագավորը բերեց։ Այսօր մենք Սուրբ Էջմիածնի առաքելությանն ենք հետևում։ Այն առաքելությունը, որը մեզ դեպի հավիտենական կյանք է տանում։ Քարը կործանման ենթակա է, երկրաշարժ կլինի, քարերը կկործանվեն, մարդիկ առնեն, կտանեն, կքանդեն, բայց այն հոգևոր կապը, որ մենք ունենք այդ Էջմիածնի հետ կապված, այն տեսիլքը Քրիստոս որ մուրճով եկավ հարվածեց այնտեղ, նա իզուր չհարվածեց, այն ժամանակ հսկա պետություններ կային։ Ինչու այնտեղ չիջավ Քրիստոս։ Բյուզանդական հզոր կայսրության, չգիտեմ ուրիշ կայսրությունների մեջ եկավ ուղիղ հայրենի երկրի մեջ իջավ։ Մեկ խորհուրդ ունի,
որ սա ընդրված ժողովուրդ է, սա ընդրված հող է։ Այս հողը հավիտենապես ապրելու է, այս ժողովուրդը հավիտենապես պետք է ապրի։ Մեզի մնում է միայն պարզ մի բան, մենք սրբակենցաղ ժողովուրդ ենք, մեզի պետք է վերագտնել մեր այդ սրբությունը, կորցրած սրբությունը վերագտնել։ Մենք ունենք այդ, ինչպես յուրաքանչյուր մարդու մեջ հավատքը կա, մնում է կայծը բորբոքել, ինչով, աղոթքով, իրենց կյանքի օրինակով, բարի գործերով, հավատքը ամեն մարդ ունի, բայց Աստված չճանաչող մարդու մեջ մեռնում է հավատքը։ Քրիստոս չճանաչող մարդու մեջ ներկայություն չունեցող նա բարի չի կարող լինել։ Հակառակ որ ինքը Աստծո բարի ստեղծած արարածն է։ Ուրեմն մեր երկրին այսօր ինչ է պետք մեր հայրենիքին։ Դարձ դեպի քրիստոնեությունից քրիստոնեության։ Իրական ճշմարիտ։ Եվ կարծում եմ ոչ միայն հայրենիք, այլ յուրաքանչյուր մարդու այսօր, հայ մարդու, որովհետև ի վերջո մարդուց է կերտվում հայրենիք, ազգ, ժողովուրդ եւ այլն։ Եվ այստեղ նաեւ քանի որ Տրդատի մասին խոսեցինք, եւ որ իմաստության մասին խոսեցինք, սա էր Տրդատի իմաստությունը։ Անդրադարձավ քաղցկեղը, ինչ է, նախ եւ առաջ Պողոս առաքյալի խոսքերը հիշեն, Քրիստոսին հագավ, հոգեվոր մարդ դարձավ, հասկացավ, որ այդ ուժը, որ ինքը ուներ, որ կարող էր, ասենք, հրչեի նման մեկին հեշտությամբ հաղթել եւ ամբողջ կայսրությունը պահել, հանկարծ կարող էր այդ նույն ուժը թույլ լինել, որովհետև Աստծո ուժ ուներ։ Եվ սա շատ կարևոր է, որ մարդը անդրադարձավ, հասկացավ, եւ հանկարծ տեսնում ենք այս հզոր մարտիկը դառնում է ճգնավոր, գնում է մանյա այրում եւ հետաքրքիր է լուսավորչի մահից հետո պատմիչն ասում է շատ ավելի անցավ այդ առաքելական գործին, որպեսզի քրիստոնեությունը տարածի, հարց է ծագում, ինչի։ Լուսավորիչը կար, այդ հիմքը կար, բայց հանկարծ լուսավորիչը մահանում է, գնում է այնտեղ ճգնելու, բայց ոչ միայն նաև ճգնելու, այլ տարածելու, որովհետև հասկանում էր, որ նաև գործը կիսատ է մնացել, պիտի շարունակեմ, ես եմ այդ անձը, որ պիտի շարունակեմ։ Հետաքրքիր է, որ ինքը որ գնում է նույն տեղը, որտեղ որ ասենք մանյա այրի մեջ ճգնելու եւ հետաքրքրում է տեսնել, որ իր նախարարները անպարկեշտ վարքի մեջ են եւ երկիրը տանում են դեպի հակառակ կործանման, նորից վերադառնում է իր գահին, շարունակում է ասենք այն ամրացնել, վերադառնում է, բայց դժբախտաբար ասում է պատմությունը, որ իրեն թույնել են ասում այդտեղ։ Եվ թույնել է, կարծեմ Սենեկապետը, որովհետև նորից սրանք էլի պարսիկների, գիտեք, այստեղ հետաքրքիր ինչ է, պահ եղավ, որ Տրդատը եւ պարսիկներին դեմ գնաց, որովհետև նրանք ստիպում են, որ հեթանոսական կրոն եւ այլն, եւ հռոմեական կայսրության, որովհետև մենք առաջինն ենք, որ քրիստոնեություն ընդունեցինք, դրանք դեռևս թշնամանք ունեն, Դիոկլետիանոսը թշնամանք ուներ։ Եվ ասենք ինչպես իր բարերարին ուղարկեցինք, իր մարդուն ուղարկեց եւ նա իրեն դավաճանեց, այսպես ուսակավ։ Բայց անդրադառնալով իրական արժեքը, որ եւ նաեւ այն բանը, որ այս հավատքն է, որ այս ազգին պիտի փրկի, որովհետեւ սա ճշմարիտ հավատքն է, միակ հավատքն է, նա գնաց այդ կարծես այդ մեծ հերատես գտնվեց իր արքայական բարձրությունից խոնարհվեց իջավ Քրիստոսի ոտքերի մոտ, որպեսզի ազգը հայրենիքը փրկի։ Այսօր մեր երկրի մեջ այդպես պետք է լինի։ Մարդիկ պետք է իրենց բարձունքից իջնեն, խոնարհվեն, Քրիստոսին իրենց մեջ վերցնեն, որպեսզի կարողանան մեր երկիրը փրկել ամեն տեսակ պատուհասներից։ Երկիրը կորցալման եզրին չի, ոչ մեկը թող չմտածի, քանի Քրիստոս մուրճով հարվածեց այդտեղը սրբակենցաղ հայրենիք ունենք, բայց ժողովուրդը, բոլոր մարդիկ գիտակցություն ունեն, պետք է հասկանան իրենց մեղքը որն է, իրենց սխալը որն է։ Երբ որ գիտակցեն, հասկանան, Տրդատը ընդունեց իր մեղքը։ Այսինքն հիվանդը պետք է ինքը ընդունի, որ ինքը հիվանդը որ բժշկի իրեն բժշկի։ Եվ գիտեք գաղտնիքը ինչ է, բոլորը փորձում են 1 կամ մի կամ 10 կամ 100 հոգու մեղադրել, յուրաքանչյուր անհատ ինքն իրեն պիտի մեղադրի։ Նախ ինքն իրեն ճանաչի, յուրաքանչյուր հավատացյալ կամ անձնավորություն հայ մարդ ինձնից սկսած, ես իմ մեջ պիտի իմ թերությունները տեսնեմ, որպեսզի իմ մեջի գերանը հանեմ, նոր դիմացինի աչքի շուղը հանեմ։ Որտեղ Քրիստոս ասում է քչի մեջ հավատարիմ է, շատի մեջ էլ հավատարիմ է։ Եթե մենք մեզ չենք ճանաչում, ինչպես կարող ենք ասենք բոլորս իրար ճանաչել։ Օրինակ հիմա տեսեք, թագավորը ճգնեց։ Այսինքն, ասենք, իշխանավորը ճգնեց, այսպիսի բան կարծում եք, որ պիտի լինի, կամ մեծահարուստը ճգնեց, ինչպես որ օրինակ Խոսրովի դուխտը։ Այո։ Կամ Աշխեն Թակուհին, մարդիկ ճգնեցին գառնում։ Եվ այդպես էլ մահացան։ Ունեն ամեն ինչ, Թակուհի է կամ թագավոր է։ Ամեն հաճույքներ ունեն։